Այլույս ես մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, շարունակվում է առաջին ծրագիրը եւ տեղափոխվում ենք թատեր աշխարհ։ Եվ այսպես, մետրամպաժ, աբսուրդ կատակերգություն առանց ընդմիջման։ Երբեմն բավական է մեկ հազվագյուտ ու հանրասկանալի բառ, որպեսզի ամեն ինչ դուրս գա վերահսկողությունից եւ կյանքը վերածվի իսկական քաոսի։ Ով է նա, մետրամպաժը, ով հայտնի է մի հանգիստ հյուրանոցում։ Պարզ բանվոր է շինարար թե բարձրաստիճան մի պաշտոնյա, սա կատակերգությունը, որը պետք է զգալ ամբողջ շնչով, եւ պրեմիերան առաջնախաղը կլինի հունիսի 26-ին եւ 27-ին։ Եվ այս առիթով մեր տաղավարում են Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան ռեժիսոր Աշոտ Հակոբյանը եւ իհարկե Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասաններ Հասմիկ Գևորգյանը եւ Արթուր Պետրոսյանը։ Բարի լույս։ Բարի լույս, շատ լավ տրամադրությամբ շնորհակալություն, որ հրավիրեցիք։ Շնորհակալ ենք եւ խոսենք մետրամպաժից։ Մետրամպաժ, շատ դժվար արտահայտել բառ, այո։ Այո։ Երևի սկզբից խոսեմ։ Այո։ Ինչու հենց այս պիեսը։ Դե նպատակ կար անել կատակերգություն, շատ էի ուզում, շատ հետաքրքիր կատակերգություն անել։ Ու հետ գնացի անցյալ ուսանողական տարիներ, հիշեցի, որ այդ գործը ես խաղացել էի ուսանողական տարիներում, մետրամպաժը մեր Կարոբալյանն էր արել։ Ու սկսեցի այդ գործի շուրջ մտածել, ինչքանով հետաքրքիր կլինի, որ այսօր անենք, ու այդ ընտրության վրա ոնց որ կանգնեցի, Հակոբ Ղազանչյանին ասացի, որ sense գործը ուզում անել, թույլ տվեց, պարոն Շաբազյանը թույլ տվեց, եւ մենք ոնց որ սկսեցինք արդեն անցանք գործի աշխատանքները։ Այդ թե ինչի մեզ ընտրեց։ Այդ թե ինչի ընտրեցի դերասաններին հենց իրենց։ Հա, ես եթերի ժամանակ մի անգամ ասել եմ, շատ եմ սիրում իրենց որպես դերասան, իմ լավ ընկերներն են ու հենց այդ կերպարներն որ կան ներկայացման մեջ, հենց իրանցն է։ Դե պատմեք ինչ կերպարներ։ Ախր որ այդ գործը կարդում ես, ոչ մի բանի պետք չի իրականում։ Պիես որպես ինքը Վամպիլովի պիեսը։ Բայց որ Աշոտի վերջնական տարբերակն ես կարդում, բացարձակ ուրիշ բան է։ Ու բոլոր ժամանակների համար է պատկերացրեք։ Իմ կերպարը որ խաղամ դասական ոնց որ գրված է այդպես, կլինի շատ անհամ ու անհետաքրքիր։ Բայց Աշոտի գրած բացած կերպարով որ խաղում ես, մի հատ հաճույք է որ ստանում ես։ Եվ դու եւ վստահ եմ որ հանդիսատեսը նույնպես։ Ոչ միայն իմ կերպարը, բոլոր կերպարների մասին է։ Մեր Արթուր Պետրոսյանն ոնց որ ինձ էր գովում, շնորհակալ եմ Արթուր ջան, բայց ահա հա վերադառնանք բնօրինակին, վերջի Վամպիլո, վերջի Ես ծանոթ եմ նրա ավագ որդի պիեսին, ունեցել եմ իմ դերակատարը։ Հանճարեղ հեղինակ ու ես երբ որ այդ գործը ընտրում էի, ինչքան էլ ինքը կատակերգական լինի, ինչքան էլ այդ նպատակը լինի, որ լիաթոք ծիծաղ լինի, չգիտեմ ոնց կստացվի, պրեմիերան 26-ին եւ 27-ին է, բայց այնքան հետաքրքիր է ինքը, որտեվ չի կարա մենակ ծիծաղի մասին լինի, այսինքն լավ կանք է որ ասում է ինչի մասին, այդ գլխավոր հերոսի վերջում շատ մեծամիտ մարդ է, շատ կյանքում ինչ ուզել արել է ու երբեք պատասխանատվության չի ենթարկվել։ Ու գալիս է մի օր, ինքը հանդիպում է մետրամպաժին։ Ու ինչա տեղի ունենում, ով է մետրամպաժը, ինչացու է, վերջո, լավ հետաքրքիր է, ով է մետրամպաժը, ձեզ եմ էլի հարցնում։ Բեմադրիչը, եթե բառոթարկում ուրիշ օրինակ։ Մենք։ Ես օրինակ, որ գիտեմ աշխարհի բոլոր կոյուղիները, կերպարի մասին է խոսքը, իրականում միջև վերջ իմ համար անհայտ է մնում, թե ով է այդ մետրամպաժը, ու վերջում որ հասկանում, ես ամեն ինչի համար էր, ես ամեն ինչը։ Հետաքրքիր բան է ինքը բաբր։ Ճորդ ոնց է կարողանում բոլոր պատասխանները տալ, նենց որ ոչ մի չեք ասում արդյունքում բոլոր Եթե ասենք, այսպես ասեմ, եթե ասենք ինչի մասին է խոսքը, այդ նման է նրան, ոնց որ օրինակ գնանք Տիտանիկը նայելու Եվ իմանանք ու հա, ասենք կասայում ասեն։ Եվ իմանանք որ խորտակն է Տիտանիկը։ Գոնե կերպարների բնավորության մասին մի քիչ ինչ-որ բաներ ամեն դեպքում։ Ուրեմն այս պիեսում, այս գործում չկան դասական ադեկվատ կերպարներ։ Այսինքն բոլորը մի քիչ ծուռ են ու մի քիչ խելքից մի քիչ թույլ են, էլի, բայց սա վատ իմաստով չեմ ասում, ինձ ավելի շատ գործը գրավել է հենց նրա համար, որ այստեղ սյուրվելու շատ տեղ կա ու Աշոտն էլ որպես բեմադրող ռեժիսոր շատ է օգնում մեզ, որ կարողանանք ճիշտ կողմից բացել կերպարները։ Աբսուրդ են։ Այո, աբսուրդ են բոլորը ու այս ամենի հետ մեկտեղ, այսինքն չկա այն, որ
պրիմիտիվ հումորներ, օրինակ, չգիտեմ, տկլորման, ինչ որ sense բաներ չկա, այսինքն այնքան ճիշտ ու այնքան կոկիկ է ամեն ինչ, այնքան հավաքված ու այնքան զուսպա, որ որևէ մեկը երբեք չի մտածում մեզնից, որ վայ կարող է այստեղ մի քիչ շատ արեցինք, վայ բացարձակ դրա մասին չի խոսքը, կա գրոտեսկ, ինչը ինձ համար հիանալի է։ Ես որպես դերասանուհի ու կարծում եմ մնացածն էլ շատ հետաքրքիր է խաղալ եւ ֆարսում, ժանրում եւ գրոտեսկային որևէ կերպարներ, որովհետեւ այդ քեզ թույլ է տալիս քեզնից դուրս գաս ու մտնես մի հատ ուրիշ կերպարի մեջ, որը քեզ կօգնի, չգիտեմ, ուրիշ կողմից բացահայտել քեզ։ Կերպարները շատ հետաքրքիր են, շատ վառ են, շատ գունավոր են ու ամեն կերպար իր ուրույն տեղն ունի այս գործում, որևէ կերպար որ չլինի, արդեն ոնց որ այս շղթայից մի հատված պակասում է, էլի։ Իսկ այդ բոլոր հարցերի պատասխանները, այդ ինչա մետրամպաժը, բա ինչ գույներ են, բա ինչ կերպարներ են եւ այլն, ամսի 26-ին եւ 27-ին ժամի 7-ին Պարոնյան թատրոնում բոլոր փակագծերը կբացենք եւ հանդիսատեսին կներկայացնենք այն, ինչ որ արել ենք այսքան ժամանակ։ Ովքեր են ձեզ հետ միասին ներգրավված։ Շատ կարևոր է, դա որովհետեւ մարդիկ կան չեն երևում, Աշոտ ջան, ներկայացնում Արթուրը Պետրոսյան, Ասմիկը, Սոնան Մուրադյան, Վարդանը Կուղյանոսյան, Գևորգ Դավթյան, Սամվելը Դանիելյան, Իշխանը Ղարիբյանով երաժշտական ձևավորումը, Նաիրա Հովհաննիսյանը պարերը, Մարիամը Մուրադյան նկարչական ձևավորումը, կարծես բոլորին ասացի։ Այո, իրականում մեր հետևում ահռելի թիմա կանգնած, ովքեր sense պինգ։ Իհարկե Պարոնյան թատրոնն էլ մեծ սիրով ամեն օր սպասարկումով տեխնիկական անձնակարգ։ Ֆանտաստիկ ամեն ինչ։ Աշոտ ջան, իսկ գոհ ես արդյունքից։ Արդյունքը ես դեռ չեմ տեսել 26-ին 27-ին։ Չէ, բայց ընթացքից եմ գոհ։ Ընթացքից, չէ, հիմա որքան երևի արդեն գլխավոր փորձեն եք, չէ՞, անցկացնում։ Գեներալի Պրագոն ասված։ Արդեն կարելի ասել այսօր արդեն կտեսնենք մոտավորապես այդպիսի մի բան։ Բոլոր դերասանները գոհացնում են իրենց խաղով։ Շատ լավն են։ Որքան էլ որ Աշոտը արնախում է որպես ռեժիսոր, բայց ասեմ շատ պրոֆեսիոնալ է աշխատում, շատ մանրակրկիտ, դետալ։ Ես հազվագյուտ կա տենց բան, երևի 100-ից 1-ը կարա տենց աշխատի։ Դետալը, խոսք, գործողություն, չգիտեմ, արդարացում այդ ամեն ինչի դետալ առ դետալ, Ինձ թվում է դետալն էլ է շատ մեծ այդ ասվածի համար, թեկուզ հայացքը ոնց նայեց, ոնց արեց, ոնց շնչեց, այդ ամեն ինչ այնքան կարևոր է։ Ու մեզանից է գնում այդ, հասկանում եք։ Առողջությունից։ Արնախում է։ Ու երբեմն Ես եմ ասում, եկել ենք հիմա ներկայացուցիչ խոսանք, թե ռեժիսորից բողոք։ չէ, իրականում այո, Աշոտ այն բացառիկ ռեժիսորներից է, ում հետ ընթացքն է հաճելի ու արդյունքն է հաճելի, այսինքն ընթացքը այնքան պրոֆեսիոնալ ու այնքան հաճելի է անցնում, որ թեկուզ եւ հոգնում ենք, էներգիա ենք տալիս եւ այլն, բայց այնքան ենք լցվում հետո դրանից, որ չենք մտածում, վայ, բա շատ հոգնեցինք, վայ, բա սեն։ Լավ, իսկ Հələ որ ուզելով ենք գնում փորձերին, որովհետեւ հետաքրքիր է անցնում, ինքը շատ Շնորհակալ եմ ամեն ինչ փոխադարձա պրոֆեսիոնալ մարդիկ են, սրտացավ։ Եսը ամեն անգամ դառնում եմ մենք ու այդ գաղափարով մենք առաջ ենք գնում ու առաջնաստված ներկայացումը բոլորս շատ ենք ուզում, որ ընդունվի այնպես, ինչպես մենք ենք ցանկանում, ինչպես մենք ենք։ Շատ լավ, յուրաքանչյուր ներկայացում գործ, որը բեմադրվում է, պիտի ինչքան էլ ինքը ունենա իր վաղեմության աստիճանը պիեսի, հա միշտ երբ որ արդիական է, այսօրվա մասին է ու հատկապես մեր մասին է, սա դառնում է իհարկե գործի ամենակարևոր կետը։ Այս պիեսը, այս գործը ըստ ձեզ, ինչքան ենք մենք այս ամեն ինչում եւ ինչքան ենք մեր մասին խաղում։ Ես կարելի է մի բան ասեմ։ Ուրեմն գլխավոր կերպարը, ով հայտնվում է այդ քաոսի մեջ, ինքը հղպացած ու վատ մարդ է, տեսակով նկատի չունեմ, բնավորության գծերով եւ այլն։ Ու իմ կարծիքով հիմա մենք բոլորս շատ լավ գիտենք մարդկանց, ովքեր այդ բառի հայերեն չգիտեմ, բեսպրիդել, չգիտեմ այդ բառի հայերեն, մի խոսքով հասկացաք ինչ եմ ուզում ասել։ Այդ տեսակի մարդիկ մենք բոլորս շատ լավ գիտենք, որ երբեք պատասխան չեն տալիս իրենց արածների համար, որևէ արգելք իրանց դիմաց չի դրվում, ու այս գլխավոր հերոսը այդ բոլորի հավաքական կերպարն է։ Ու մենք այս ներկայացման մեջ փորձում ենք ցույց տալ, որ ամեն դեպքում գալիս է հատուցման ժամը եւ այս դեպքում փոքրիկ բառը կամ որևէ, չգիտեմ, մարդ կարող է շրջի եւ ամբողջությամբ գլխի վայր լինի, հա, այդ մարդը ու փորձի արդեն հետ նայել ու հասկանալ ինչի համար էր այդ ամեն ինչը անում ու որտեղ կարելի է գնալ, այսինքն սկզբնաղբյուրը հասկանալ ու արդեն դեպի դրականը փոխվել, էլի։ Ի վերջո այդ մեծամտության կողքին նաեւ ինքը շատ վախկոտ է։ Իսկ թե ինչա լինելու իր հետ, արդեն այդ վախկոտ մարդու երևակայությունը, այդ արդեն ինձ համար շատ ծիծաղելի է։ Եվ բացի այդ
ինչի եղավ այդպես, ինչի ինքը դարձավ այդպեսին ի վերջո, դա էլ է շատ կարևոր, ինքը ուներ սիրո պակաս։ Մենք ներկայացման ընթացքում նաև ինչ որտեղ շեշտադրում ենք, այսինքն տենց ինքը ավարտ չի ունենում, բայց ես բնականաբար չեմ ասի այդ շեշտադրումը, որ հատվածի վրա է լինելու, այսինքն ինքը ուղակի ծիծաղելի գործ չի, ես սկզբից էլ ասացի, ինքը ունի հիմք, այդ ծիծաղի այդ ամեն ինչի հիմքում ի վերջո այդ մարդու մեծամտությունն է, այդ մարդու, որ ինչ արել է կյանքում երբեք չի պատժվել ու եկել է ժամը, երբ որ ինքը հանդիպել է մետրամբաժին։ Թե ինչ անելու իր հետ մետրամբաժը, ով է մետրամբաժը, ինչ ընթացք է իրան սպասվում, այդ արդեն կիմանանք ներկայացման օրը 26-ին եւ 27-ին հունիսի։ Շատ լավ։ Շատ գայթակղիչ էսպես։ Երևի վերջո ամենակարևորը լավ ստեղծագործության արդյունքը, դա լավ մթնոլորտի արդյունքն է լավ ստեղծագործությունը։ Մեր Պարոնյան թատրոնը տալիս է այդ լավ մթնոլորտի հնարավորությունը, որ կարողանան այսպես երիտասարդներ իսկապես իրենց ներս եղածը արտահայտվել արվեստի միջոցով։ Ու մեր հանդիսատեսը վայելի այդ գա, տեսնի եւ արվեստ, եւ հումոր, եւ երաժշտություն, ամենակարևորը երաժշտությունն ու կատակերգությունը կա այս ներկայացման մեջ, որը համընկնում է մեր թատրոնի ֆորմատին։ Իսկ սիրելի դերասանները բացի պրոֆեսիոնալ լինելուց, բացի շնորհքով լինելուց, ունեն ուսանողի էնտուզիազմ։ Այդ ինձ համար շատ կարևոր է, այսինքն ամեն օրը մենք յուրահատուկ էներգետիկայով ենք փորձը սկսում ու չկա մի պահ, որ դու քեզ վատ զգաս էլի, որ այսինքն սա գործը ու այդ գործը պիտի գնանք մենք մեր թիմով մինչև վերջ։ Այդ ամեն ինչի համար ուզում շնորհակալություն այտել մեր դերասաններին ու նաև բոլոր այն մարդկանց, ովքեր մեր թիմի կողքին են, ձեզ էլ եմ շնորհակալություն այտնում, որտեղ դուք մեզ հրավիրել եք, նշանակում որ դուք եք սրտացավ, որ ներկայացումը կայանա պրեմիերաները լավը լինեն։ Շնորհակալություն։ Ինչպեսին եք պատկերացնում ճակատագիրը ներկայացման, այսինքն ինչ հերթականությամբ եւ ինչ այսպես դասավորվածությամբ են լինելու։ Այդ հարցին մեր տնօրեն պարոն Շապազյանը կպատասխանի երբ կա։ Մենք ունենք դե 26-ին, 27-ին Դա պրեմիերա, եւ հուլիսի 13-ին։ Եվ 13-ին ունենք եւս մի ներկայացում, հետո գնում ենք արձակուրդ, գալիս ենք ու նորից նույն մեծ ուժով։ Մինչև արձակուրդ 3 հատ ունենք։ Ներկայացման մեջ կան խաղընկերներ, ում հետ առաջին անգամ եք բեմում։ Չէ, ես չէ։ Ես, հա, երևի Վարդանը։ Հա։ Բայց մտ հրաշալի դերասան է։ Ինչպես է ստացվում համագործակցությունը։ Ընտիր բոլորն են հրաշալի իհարկե։ Մեր թատրոնի մթնոլորտը իրականում շատ լավ է։ Շատ լավ։ Շատ լավ մթնոլորտ է, այդ այնպես չի, որ ես հիմա Պարոնյան թատրոնից եմ դրա համար եմ այդպես ասում։ Մեծ թատրոնը բոլորս գիտենք ու շատ լավ մթնոլորտ է Պարոնյան թատրոնում, հենց այդ մթնոլորտն էլ, այսինքն դու մարդկանց երբ որ տեսնում ես, ժպտում ես, տրամադրությունը բարձր է, բնականաբար փորձի ընթացքն էլ է շատ լավ։ Շատ լավ, ուզում եմ ձեզ նվիրել Ջովանի Սարգոն Կարմիր Չորգինի, որ արդեն պրեմիերայից հետո բացեք եւ թիմով նշեք։ Շնորհակալ, իհարկե հաջողությունը եւս մեկ անգամ այս գինով նշելը կարծում եմ լավ ճիշտ գրավական։ Ձեզ մաղթում ենք հաջողություն։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Մենք էլ սպասում ենք ձեզ։ Սիրով։ Շնորհակալություն։ Հիմա կլինի կարճատև դադար, որից հետո կվերադառնանք եւ կամփոփենք այսօրվա առավոտը։